Իշխանությունները կանխատեսում էին տնտեսական աճ, մինչդեռ գրանցվեց մոտ 20%-ի անկում, ինչով կբացատրեն տնտեսական այս անհամաչափությունը իշխանությունը ներկայացնող անձինք, դիմում է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ Առաջարկում եմ խելքները գլուխները հավաքեք։ Միադառնվազն ներողություն պետք է ասվեր այն խայտարակ ծրագրի համար, որը ընդունել է պարլամենտը։ Ինչ է նշանակում այն մարդ 20% տնտեսական անկման պարագայում 9% տնտեսական աճ կանխատեսել։ Քանի հոգի քանի մարդը աշխատանքից ազատվել։ Քանի մասնագետը մի հատ գոնե մեկը ներողություն խնդրեր այս բանի համար։ Չէ, ճիշտ հակառակը դա բարդ ինչ որ կիսա Պրատ ինչ-որ ծրագրերի մասին խոսում։ Այսօր շատ է խոսում բան, ինչ-որ ծրագրի մասին, որ մեր երկրում իրականացվում է։ Ես ունեմ հայտարարել, որ հակաճգնաժամային ծրագիր գոյություն չունի։ Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը ստեղած տնտեսական պայմանների պատճառ է համարում ոչ մասնագետների կողմից կատարված անհասկանալի կանխատեսումները։ Ճգնաժամը ուժգնորեն թարգում էր մեր տուրը, բայց մենք համառորեն ասում ենք կարծես թե այն նշանակություն չի ունենալու Հայաստանի համար, հա, դա ոչ վաղ անցյալում էր։ Եվ մենք անշուշտ գոնե այս պարագայում պես պետք է բավականաչափ խեղճ տեսք ընդունելով օտարներից փողեր ուզենք եւ այդ փողերը ինչ անենք ներարկենք տնտեսություն, որպեսզի տնտեսությունը իբր աշխուժանա։ Դա է պատահում դեպքում շատ լավ բան է։ Ստեղծված իրավիճակի պատճառը Կենտրոնական բանկի նախկին նախագահի այն էր, որ ժամանակին երկնիշ տնտեսական աճ արձանագրվում էր հիմնվելով մասնավոր տրանսֆերտների ու արտաքին վարկերի վրա։ Դրա հետևանքով ունենք հիվանդ տնտեսություն, իսկ այժմ ճգնաժամը հաղթահարում ենք վարկերով, այսինքն հիվանդությունը փորձում ենք բուժել հիվանդության պատճառով, ավելացրեց Բագրատ Ասատրյանը։ Իրականում ծրագիրը ինչ է, բոլորս եք հասկանում։ Այն փաստաթուղթը, որը հրապարակայնորեն քննարկվել է, քննարկման տեղն էլ գիտեն, սահմանադրություն է ասում պարլամենտը, ազգային ժողովը։ Մինչդեռ ես կրկին ուզում եմ հայտարարել, որ այսօր ազգային ժողովը մատը մատին չխփեց, այն որ վերանայեք այդ բյուջեն։ Չի կարելի այդքան ազատություններ տալ որևէ կառավարության։ Չի կարելի տալ։ Մանավանդ այն կառավարությանը, որը ակնհայտորեն սխալներ է գործել իր գնահատականների, իր սպասումների մասում։ Ես ուզում եմ միշտ հակվածել եմ եւ այդպես էլ գործել եմ իշխանություններ եւ ես եմ դարձել։ Մենք այս երկրի քաղաքացիներ ենք։ Անգլիացիների չի ուզենալ խոսքը ձևակերպենք այնպես, որ ուզենային դասը կամ ուղղակի ձևով մի մասը թշնամիներ, մի մասը խիստ պաշտպաններ։ Բոլոր երկրում եթե երկեր կան, այդ երկերը ես կարծում եմ անկախ ինքնապատարին բանտի չեն դիմություն կամ իշխանություն։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարարը եւս 20%-ի տնտեսական անկումը դժբախտություն չի համարում ու գտնում է, որ կառավարությունը լավ թե վատ քայլեր է ձեռնարկում ճգնաժամը հաղթահարելու համար։ 2010 թվականին արդեն դրական արդյունքը կերևա, համոզված է Վարդան Արամյանը։ Ասեմ ավելին, խնդրում եմ մի հատ հետևեք միջազգային լրահոս ցառապես տարբեր է հիմիկվա կանխատեսումներից, այսինքն ինչ է նշանակում, բոլոր այդ կանխատեսողներին պետք է շարունակ պատիպակ եւ գնդակահարենք, որտեղ իրավիճակն է, ներողություն թույլ տվեք, ես ավարտեմ, դուք նայեք կանխատեսումները, նույնիսկ ԱՄՀ-ն, որ շատ պահպանողական կանխատեսումներ անող է, ամսական փոխում է իր կանխատեսումները։ Իսկ կանխատեսումների այդ իրավիճակը կախված է ամբողջ համաշխարհային տնտեսության սենտիմետրից եւ հասարակության վարքագծից։ Փոխնախարարը կարծիք է հայտնում մեր տնտեսության առողջացումը ուղղակի կապվում է ռուսաստանյան տնտեսության հետ ու հավելում, որ ըստ հեղինակավոր կազմակերպությունների 2010 թվականին ռուսաստանյան տնտեսական ոլորտում նախատեսվում է ճգնաժամի հետևանքների թոթափում։ Քրիստինա Մկրտչյան, Գուրգեն Գինոսյան, Գալանյուս, Երևան։